Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Ինչ ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները, այսօր պետք է փոխնախագահ ընտրեն ամենայն հավանականությամբ, երբ որ ձայնագրում ենք հաղորդումը դեռ հայտարարությունների ժամն է, այնպես որ վերջին տվյալների մասին, արդյունքների մասին կխոսենք վաղը, բայց դե բնական է Հայկ Կոնջորյանը փոխնախագահ ազգային ժողովի, Վահագն Ալեքսանյանը նույնպես ամենայն հավանականությամբ կտրվի, դժվար թե քաղաքացիական պայմանագիրը չընտրի, հարցը դա չի, հարցը քննարկումներն են։ Իմիջիայլոց շնորհավոր ենք Ռուբեն Ռուբինյանին իր ստանձնած աշխատանքի կապակցությամբ եւ մաղթենք բերում աշխատանք եւ համընդհանուր օգտավետ աշխատանք, բավականին բարդ է կառավարել մի ազգային ժողով, որտեղ որ մշտապես ռևանշիստական նկրտումներ կան, չնայած որ ոնց որ թե այստեղ լավ է սկսվել, նախորդը շատ ավելի բարդ էր պրոցեսները ընկնում տեղը, հուսանք բարեկրթության սահմաններում ամեն ինչ կանցնի, բայց գիտեք բարեկրթություն, բարեվարկություն դեռ չի նշանակում տեղին խոսույթ, որովհետև մեծ հաշվով ընտրում են փոխնախագահ, խոսում էին ամեն ինչից, բացի փոխնախագահից։ Միայն հայ-փոստի թեման գտան սկսեցին շահարկել, այն էլ, չգիտեմ, Բաբկեն Թունյանն էլ բավականին լուրջ փաստարկներ բերեց, ինչ կդառնա, չգիտեմ, բայց ամեն դեպքում, եթե խնդիր կա, Հայկ Կոնջորյանի հետ ուղիղ նրան փոխնախագահի պաշտոնում տեսնել չտեսնելու կապակցությամբ ասեք, եթե չէ, ընկել եք այս կողմ են կողմ, ամեն մեկը իր քաղաքական հայտարարությունն է անում, այդ 10-10 րոպեները, որ խլում եք մեզանից ամեն մեկը ձեր ելույթով, պիտի ասեմ, որ նաև դա է ազդում, որը ժողովուրդը ձանձրանում է։ Խոսեք առարկայական։ Եկել եք ձեր ողջ քարոզարշավի խոսույթը, դեռ կլինեն առիթներ, 5 տարի այդտեղ եք լինելու, հանգիստ եղեք, գուցե Ծառուկյանի տունը վերցնեն, դարձնեն բան ծերանոց, բայց առայժմ ցավոք սրտի, թե բարի հեճուկս մեզ ազգային ժողովը մսուր մանկապարտեզի չեն վերածելու պաշտոնապես, այնպես որ հանգիստ եղեք, կարող եք դեռ խոսել, քննադատել, խոսեք առարկայական, նստել ենք նայենք, երրորդ չէ արդեն, երրորդ օրնա չենք կարողանում հասկանանք ուր հասակ, ինչ եք ուզում, ինչ չեք ուզում։ Բայց նախ եւ առաջ առաջարկում եմ գանք հենց Ռուբինյանի ընտրվելուց։ Ուրեմն Ռուբինյանին ընտրեց մենակ քաղաքացիական պայմանագիրը։ Մյուսները դեմ քվեարկեցին, Հայաստան դաշինքը չմասնակցեց ընտրությանը, բայց բանը դեմ քվեարկեց ուժեղ Հայաստանը։ Գիտեք, եթե ուժեղ Հայաստանը չմասնակցեր քվեարկությանը եւ Հայաստան դաշինքը դեմ քվեարկեր, սա ավելի տրամաբանական կլիներ։ Հիմա ասեմ ինչ նկատի ունեմ։ Երրորդ փոխնախագահի պաշտոնը հասնում է ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Եվ ուժեղ Հայաստանը ամենայն հավանականությամբ ներկայացրել է արդեն, որ Վարդան Վանյանին պիտի առաջարկի։ Հիմա եկեք մի պահ պատկերացնենք այսպիսի բան։ Դուք շատ լավ գիտակցելով, որ ձեր ընտրությունից շատ բան կախված չի, կամ առհասարակ բան կախված չի, Ռուբինյանը ընտրվելու է նախագահ, Կոնջորյանն ու Ալեքսանյանը ընտրվելու են փոխնախագահներ, դուք վեր եք կենում, դեմ եք քվեարկում։ Լավ, սա քաղաքական հեռատեսությունն է, օրինակ։ Իսկ ինչ եթե քաղաքացիական պայմանագիրն էլ որոշի, դե որ բզբզում ենք, եկեք բզբզանք։ Ու Վարդևանյանին դեմ քվեարկի։ Հետևելով ձեր օրինակին, դե եթե տենց անհաշտ պայքար է գնում, ուրեմն անհաշտ պայքար, լավ, դեմ քվեարկի։ Դուք ստիպված պիտի լինեք երկրորդ անգամ առաջարկել Վարդևանյանին թեկնածությունը։ Երկրորդ անգամ էլ է դեմ քվեարկում։ Երրորդ անգամ եք առաջարկում, երրորդ անգամ էլ է դեմ քվեարկում։ Ու գիտեք դրա երրորդ անգամից հետո ինչ է հետևում։ Առնվազն մինչև հաջորդ նստաշրջան, էլ չեք կարող ոչ մեկին առաջարկել։ Այսինքն քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը տալիս եք բարոյական իրավունք միանձնյա իշխելու վերահարթակին, որտեղ որ նստած են լինում նախագահն ու փոխնախագահները։ Ինչ ասա։ Գոնե ձեռնպահ քվեարկեք, իմ կարծիքով ԿՊ-ն կհասկանար, որ դե հասկանալի է, որ կողմ չի քվեարկի, լավ, չջանջալացնենք, բերենք Վարդևանյանին, ընտրենք մի 20 հոգի մերոնցից ձեն տվեք, թող ընտրվի գնա այնտեղ նստի։ Ու սկսեն աշխատել, էս ինչ է։ Դուք ուր եկեք, դուք հիմա բանում չեք, էլի,
Տաշիր արենայում չեք, դուք ազգային ժողովում եք, իմիջայլոս մի դրական խորուրդ, ասեմ կարող եք չլսել ու ամենայն հավանականությամբ չեք էլ լսի, որովհետև որպես կանոն 5-6 տարի ես ինչ խորուրդ տվել եմ, չեն լսել, ոտները քարին կպել, հիմա հերթական խորուրդը, այդ որ մոտենում եք ամբյոնին, մունաթով մի խոսեք էլի, ձեր, այսպես ասած հայրենասիրությունը, մունաթով մի արտահայտեք, որովհետև այդ էկրանից այս կողմ կարող է մարդիկ նստած լինեն, որ նախ կասկածեն ձեր հայրենասիրության սկզբունքայնության վրա, երկրորդ կարող է ունենան շատ լուրջ տվյալներ, որ դուք առհասարակ պետության հետ կապ չունեք, կամ էլ կարող է լինեն պարզապես գործնականում ձեզանից պետականամետ ու հայրենասեր։ Մունաթ մի եկեք։ Իրար վրա ինչքան կուզեք մունաթ եկեք, բայց կամերային նայելով ես կոմ, մենք բասես բան մտ հանգստացեք, հանգիստ, հոլանդացիների ասես ռուստող, շարունակենք, պարզվեց այսօր ազգային ժողովում, վերջապես պարզվեց այս 300,000 ադրբեջանցու խոսույթը որտեղից է գալիս ժողովուրդ չա, պարզվում է, որ դեռևս 2022 թվականին Ալիևը ասած է եղել դրա մասին։ Եվ նրանք որոշել են 26 թվականին այդ խոսույթը բերել քաղաքական քարոզարշավի դաշտ, մտցնել մեր հեռուստաալիքների եթեր, բերել մեզ նրան, որ ասել ասենց բան, այ հեսա լինելու է, այ հեսա տեսեք, դեռ մի հատ էլ քարոզարշավ նկարեն առավոտից երեկո ցույց տային բոլոր ալիքներով, ավելի շատ Ալիևի ռոժը տեսանք, քան որևիցե քաղաքական խոսույթ, ու այսօր եկել ասեն դա 22 թվին է ասել։ Նայեք։ Եթե 22 թվից մինչև օրս ոչ մի բան տեղի ունեցած չլիներ, ես կհասկանայի, ասեի դե փաստորեն սենց, մենք ինչ ենք հակադրում։ Կընկնեի մտքերով։ Բայց կներեք, դուք 22 թվին որտեղ եք եղել, դուք այդ ուժեղ Հայաստանի անձնակա սաստավով, են Շիրազ Մանուկյանը, որ ասում է, ինձ հարցեր մի տվեք, ես բան եմ, կրվս տղա եմ, ինձ հարգանք, ես իմ ինչեր է խոսում, որտեղ եք եղել, բոլորով, որ տեղյակ չեք եղել, որ 22 թվին դեռևս այո անվտանգային լրջագույն խնդիրների առաջ էր կանգնած Հայաստանի Հանրապետությունը։ Իմիջայլոց ասեմ Նարեկ Կարապետյանին, դուք դեռ շարունակում եք թալանել հեծը։ Շարունակում եք ապիկալ գործողություններ ծավալել Հայաստանի Հանրապետությունում գոնե առնվազն հարկերի մասով։ Շատերը, մի խոսքով լավ, շատ չմարանամ։ Շատերը խուսափում ու փախնում էին իրենց սահմանադրեն պարտականությունը կատարելուց գոնե զորավարժանքներին մասնակցելուց։ Չխորանանք շատ։ 22 թվականից հետո, իմիջիալոց այդ ժամանակները ինչ որ ասվել է, մեր արտգործնախարարությունն էլ նորմալ հակադարձել է։ Այդ ձեր ազատ մամուլ, այնով էր դուրս եկել ասում ազատ մամուլը։ Ասենք, ապեր դու կուրս ես, տեղյակ ես, առհասարակ, ասենք այն գրառումները, որոնք որ տարածում էր Ալիկա Ալեքսանյան ու ասում էր մի հատ էսի հրապարակեք, մի հատ այնի հրապարակեք։ Ու մի հատ մի 30 հատ Telegram կանալ, մի 60 հատ էլ չգիտեմ ինչ կայք տարածում էին։ Դու տեղյակ ես եղել դրա մասին, թե այտենց կողքից անցնում էիր մտար գրասենյակ դարձար պատգամավոր։ Ազատ մամուլը։ Չէ, էռնեք հասնենք դրան։ Այս ազատ մամուլը բամբասկոտությամբ ու ձեր օգտին ծառայելով աշխատել, փող եք տվել, որ ձեր օգտին ծառայի կոնկրետ։ Կամ փող չեկել տվե, շատերը սեփականությունը ուրիշ ձև չաներ կարա աշխատեն։ Հետո չաշխատեն անգործ կմնան։ Լավ։ Չնայած չեն հասկանում, որ տենց աշխատելու արդյունքում կարող վերջնականապես անգործ մնային, եթե ինչ-որ բան փոխվեր, բայց լավ, այնուամենայնիվ։ Հիմա այդ ազատ մամուլը մշտապես այդ տարիներին տեղադրում էր, թե էլ ինչ ասել Ալիևը, ու երբևէ չի տեղադրել, այդ ես եմ ստեղ եկել նայել, թե լավ, իսկ մենք երբ ենք բան անում,
հակադարձում, ինչ ենք հակադարձում, որպեսզի լուսաբանը։ Ու վստահաբար այդ խոսույթին էլ ինչ որ բան եղած կլինի ու կարդացած կլինի։ Մտեք արտգործ նախարարության հայտարարություններն էլ նայեք, իմիջիայլոց, հետո մի հատ էլ նայեք 18-ից առաջ երբևէ ինչ ենք հակադարձել, որովհետև երբ որ Ալիևը ժամանակին շատ բաներ ասում էր, ստեղից մի հատ գվոզ-բվոզ դուրս չէր գալիս, երևի դուք տեղյակ չեք եղել հերթական անգամ։ Որովհետև երբ որ բանը Ալիևը ասում էր Երևանը, Ադրբեջանը եւ վերջ, այդ ժամանակ արդեն Սերժ Սարգսյանն էր նախագահը։ Եվ եթե խոսույթը բերել է նրան, որ Ալիևը դա ասել է, պատկերացրեք, որ դրանից առաջ եղել են պրոցեսներ, երբ որ Սերժ Քոչարյանն էր նախագահը, բայց դուք դրա մասին չէիք իմանա։ Ձեզով պիտի ասեր այն լրագրողները, որոնք վարձատրվում են սրանցից։ Իհարկե ոչ։ Հիմա 23 թվականից հետո եղել է 24 թվականը։ Հիշում եք բաները, առաջին սահմանազատման գործնական քայլերը, ձեր դեմ արտահայտվելը, այսքան Ալիևի օգտին իր ծրագրերի իրականացման օգտին աշխատել է, էլի։ Հետո եղել է 25 թվականը, օգոստոսի 8-ը։ Եկել հասել են այդ կետին։ Դա շրջադարձային կետ է։ Այ խնդիրն է նա, որ դուք չեք գնահատում 25 թվականի օգոստոսի 8-ի շրջադարձային կետ լինելու բանը, կարևորությունը։ Երբ որ գիտակցեք, կհասկանեք, որ դրանից առաջվա խոսույթները այլ են, դրանից հետո այլ է։ Այ եթե 25-ից հետո ասել են խնդրահարույց հայտարարություններ, այդտեղ կարելի է խոսել, կարելի է նաև քննադատել մեր իշխանություններին, եթե չեն կարողանում նորմալ հակադարձել եւ այլն։ Բայց 25-ից առաջվա ասածները բերել ում վրա եք վաճառում։ Համ ասում էր, ասեմ ավելին, ռազմական գործողություններ էլ է 22 թվին եղել։ Եվ առացա 22 թվին պատերազմի վերսկսելու հավանականության տոկոսը մի հատ նայեք, հիմա նայեք։ Պարզվում է 22 թվին Ալիևը որ ասել է, դրա համար եկել էին իրենք, ես ձեզ բան եմ ասում։ Այդ պարագայում ինչու ազնիվ չէիք գտնվում, ճիշտ է, Նարեկ Կարապետյանը հայրը կարող է նեղվի այս առումով, բայց ամեն դեպքում սկզբունքայնությունը ձեր կիրառեք ու ասեք մի րոպե, բանա, Երևանը Ալիևն ասել է, որ Երևանը բանա, Ադրբեջանինն է։ Ու այդ խոսույթով մտնեիք բան, Քարոզ Արշավի մեջ, իսկ դա ասել է, եթե չեմ սխալվում, 12-13 թվականներին։ Հերթական անգամ։ Բա մտնեիք այդ խոսույթով էլի մի անգամից, էլ ինչ կար։ Թե այդտեղ կարող է դուրս գայիք դուք ձեր հետքի վրա, ոնց որ արդեն մի անգամ ընկաք դուք ձեր հետքի վրա։ Ղազինյանի ելույթին այսօրվա անդրադառնամ հետի հետ կապված։ Ես հետո իրավական տիրույթ բնականաբար չեմ մտնի, մեծ հաշվով հակված էլ չեմ վստահելու Ղազինյանի խոսույթին, առավել ևս որ փաստեր կան, որ լրիվ հակառակի մասին են աղաղակում, ընդ որում չեն հերքվել որևիցե մեկի կողմից։ Բայց, ու ուշադիր եմ եղել ու չեն հերքվել։ Բայց ամենախոսքի վերջնահատվածում այսպիսի բան է ասում Ղազինյանը, ասում է վերջի վերջո 7 տարի կառավարություն էիք, իշխանություն էիք, բանա, թույլ չտայիք, չգիտեմ, ընդեղ յանի, այդ խոսույթը շատ կա, էլի, ինչից խոսում ես, որ խնդրից խոսում ես, ասում, բա 8 տարի իշխանությունն են, քիչ են անում։ Սա շատ տարածված խոսույթ է, չէ, հիմա ես ուզում եմ ասել հետևյալը, ժողովուրդ ջան։ Նախ, պարոն Ղազինյան, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք նեղվում եք, որ 18 թվականի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւ իմ քայլ դաշինքը մի հատ պետությունը չկանգնացրեցին, ասեն հələ մի րոպե ստոպ, աշխարհը դու էլ, հələ մի րոպե, բոլորդ մի րոպե, մենք ստեղ բան ունենք անելու։ Ու Հայաստանը այսպես վերցին մեծ թափ տային, մատեն լավ տուրբուլենտություն, էլի, որ սախ ալիգարխներին հավաքեին, բերդերը լցնեին, բոլոր են պետական աշխատողներին, որոնք որ այսպես մինչև կոկորտները թաթախված էին կոռուպցիայի մեջ, բոլորին լցնեին բերդերը, այդ տեղերի համար կադրեր պատրաստեին, տեղավորեին, համակարգեին, նոր ասեին, դե շարժվեցինք։
Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք բողոք ունեք դրանից։ Կներեք, այս ինչ որ ինչից խոսում ենք ու ժողովուրդը ասում է 8 տարի։ Այս ամեն ինչին Քոչարյանն ու Սերժն են բերել հասցրել։ Որ մինչև հիմի այո 8 տարի է, դեռ ծերը չի երևում։ Ու ասել որ ոչինչ չի արվել, սխալ կլինի։ Շատ բան է արվել, շատ բան է արվել։ Վայ չէ, մոռացել եմ, ես պիտի քննադատեի, որպեսզի լինեի օբյեկտիվ։ Ձեր դատողությունն է, չէ՞ տենց։ Շատ բան է արվել։ Հա շատ բան էլ չի արվել։ Կարելի էր ավելին անել, ես կարծում եմ, որ այո, կարելի էր ավելին անել, բայց երբ որ ասում եք բան չի արվել, կներեք էլի։ Դուք ասենք ձեր տնից դուրս գալիս եք։ Ամառվա սեզոնը, Սևան ենք գնում։ Բանը, Սևանի շրջակայքը նույնն է, ինչ որ այն ժամանակ, չեք տեսնում, այնտեղ ոչ մի քանդված, ոչ մի բան, Սևանի ազգային պարկի գործունեության մեջ փոփոխություն, ջրի մակարդակի հետ կապված, գույնի տեսքի հետ կապված, չգիտեմ, ձկնային աշխարհի ֆաունայի, ասենք, մենակ Սևանով եմ խոսում։ Կարելի էր ավելին անել, հանգիստ կարելի էր ավելին անել։ Կներեք, անդիմություն լինեիք նորմալ, ավելին թող անեին։ Ընկնեիք այդ բաների հետևից, ուր ընկնեիք, այտենց էլի դուրս կգայիք է ձեր հետքի վրա, այդ է խնդիրը։ Նորմալ ընդդիմություն լինեիք, ավելին կանեին, վերահոսքեիք ձեր վերահսկողական գործիքները, բաները կիրառեիք, լուսաբանումները, բան, այսքան կայքեր ունեիք, այսքան միլիոններ ունեիք։ Ինչից էիք նեղվում։ Հետ ես կարամ նեղվեմ, որ ինչ որ բան ուզում եմ լուսաբանեմ, կարող է 3 հատ խնդիր առաջանա, սկսած բենզին, գազի փողից։ Դուք ինչից եք նեղվում։ Բանը, միջայլոց 3 չհասցրեցինք, անդրադառնանք, կապված այդ կտրիչ Ներսիսյանի հետ։ Նա իրավում, նա պիտի գար օրհներ, չորհներ, 3 չառաջ օրվա։ Ուզում եք օրհնվեք իրենից, գնացեք օրհնվեք։ Ես ամենայն հայոց քաղաքացին եմ։ Ես չգիտեմ ինքը ով է, այնտեղ հա կա մեկը, որ ասում է ես ինչ որ ամենայն ներկայանում եմ որպես ամենայն հայոց բան։ Բան չէ, կաթողիկոս։ Ես ամենայն հայոց քաղաքացին եմ, խնդիր ունեք, հարցեր ունեք ինչ որ։ Ես չեմ ճանաչում նման կաթողիկոս։ Ես այս պահին կաթողիկոս չունեմ։ Իմ մեջ միացնի բանը կաթողիկոսի գահը թափուր է։ Լուսավորչի գահը թափուր է։ Ինչ որ հարցեր ունեք, թե դες կապրիզնություն անելով է։ Նա ով է գա ազգային ժողով, ինչ որ օրհնի, օծի, եսի ինչ է, թող գնա հələ իր զավտրիկն ու աբեդը օրհնի։ Ինչ գործ ունի ստեղ։ Թող գնա քաղաքականությամբ զբաղվի, առավոտից երեկոն քաղաքական հայտարարություններ է անում։ Թող գնա կուսակցություն բացի։ Չգիտեմ ինչ անի, ինչ որ մի բան թող անի։ Ագենտ կարոն բանը, բոլորով։ Տենց իրար ձեր բռնած, իրանց ճուտիկ բուլիկներով, են բաներով, պիպոներով ու Արա Աբրամյաններով, բաներով, են որ սաղ բլոգեր են դարել։ Շունատիրոջը չի Արշակ Կարապետյանով, Միրանով, բանանի բանեն, ՊՆ նախարարներով, բանով, Կոստանյան, Մոստանյանով կա Ռուսաստան տեղ։ Սաղով ես հավաքվեք, հա, միացրեք բանը, են Svitaya Rus երգը, նենց Սուրբ ռուս երգը, էլի բառացի թարգմանած, հա, բանա, ու տակը վարդեվար եք խաղում, այնա մի հատ էլ Քոչարի բարեք տակը, ինչ ա եղել, որ Սուրբ ռուս երգի ներքո։ Ինչ եք ուզում մեզանից։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ուրեմն, մի նյուանսի եմ ուզում անդրադառնալ, Տիկին Արեգա։ Իմիջիալոց շատ գեղեցիկ անուն է։ Ինչպես հասկացա, ծնունդով Արցախցի եւ ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար։ Անդամ,
Պատգամավոր Տիկին Արեգա, երբ որ ելույթ էիք ունենում, գիտեք, դուք կրկնում էիք գրեթե իմ խոսքերը, այն խոսքերը ինչի համար, որ ձեր նմանները ինձ թուրք էին անվանում։ Գիտեք ինչու, ես ասում եմ իմ երեխայի արյունը ոչ մեկի արյունից կապույտ չի կամ կարմիր չի, եւ մի խոսքով ու միտքը շարունակում էի այն ոգով մի փոքր ավելի երկար էի ձևակերպումն անում ըմբռնելու լինելու համար դեռ 21, 22, 23 թվականներին ինքս էլ ինձ դնելով դարձյալ նույն այն կարգավիճակում, ինչով որ դուք եք փորձում դնել։ Ինձ այդ ժամանակ ձեր նմանները թուրք էին անվանում։ Հիմա դուք կրկնում եք այդ խոսույթը։ Ու զուգահեռ ասում լավ եք անում, ես համարում եմ, որ տենց է պետք մտածել։ Բանա, ու ասում եք վերջում, որ գիտեք ինչ, բանա, ես չեմ կարող թուրքին սիրել, ինձ մի ստիպեք, որ ես սիրեմ թուրքին։ Տիկին Արեգա, ինչի կեղծ նարատիվներ առաջ բրդում ազգային ժողովում։ Ու առհասարակ այս կեղծիկը եք տարածում։ Ինձ ցույց տվեք մի հոգի, ես շատերին եմ ճանաչում, ասում եմ, բա խեն ասում թուրքեր պիտի ախպերություն անենք, բա խեն ասում թուրքին պիտի սիրենք։ Ես չգիտեմ ով է ասում, բայց մի բան հաստատ է, դուք մինչև այսօր չեք կարող գտնեք մի հոգի երևի, որ տես բան ասե։ Դա ձեր մեկնաբանությունն է, խաղաղության մասին ձեր մեկնաբանությունը նա է, որ մենք պիտի սիրենք թուրքին։ Հասկանում եք, դա հիվանդ երևակայություն է, որևիցե մեկը տես բան չի ասել։ Ու չի էլ կարող ասի։ Եվ որևիցե մեկն էլ դեռ պատրաստ ինչ-որ թուրքի սիրել չգիտեմ ինչեր անել։ Ինչի՞ այդ կեղծ նարատիվը վերցրել եկել ազգային ժողով, չեք ամաչում, տիկին արցախցի հիանալի անունով պատգամավոր։ Չեք ամաչում։ Ու մուննատ չգաք, մյուս անգամ երբ որ ազգային ժողովում խոսում եք, այն դիմացի կամերային երբ որ նայում եք, մուննատ չգաք, այդ դիմացի կամերան հանդիսատեսն է, հեռուստադիտողն է։ Այդ հեռուստադիտողը կարող է շատերիդ վրա մուննատ գալ։ Սկսենք այդտեղից։ Շիրազ Մանուկյան, ինձ մարդիկ սխալ հասկացան ու մարդիկ սխալ չեն հասկանում։ Նայ ոնց է, մարդիկ հասկանում են նենց ոնց ուզում են։ Ոնց այդ պայն իրանց տրամադրությունը կլինի, ոնց հավեսները կտա, ոնց դաստիարակված են, ոնց են քնել, ոնց են զարթել, այ այտենց կհասկանան։ Դա քո գործը չի։ Գնա եւ սովորի խոսքերդ այնպես ասել, որ հիմնականում հասկանան այն, ինչ որ դու կուզեիր հասկանան։ Եկած չեկած արդեն սկսել եք էլի ժողովրդին սխալ հանել։ Տեսեք, որպեսզի ձեզ ըմբռնելի լինի, հետագայում նույնպես գուցե հաղորդումը որոշեք նայեք, լավ կանեք, որ հիմնականում նայեք, որովհետև իմ կարծիքով այս հաղորդումը ձեզ բոլորիդ օգնելու մասին է, բայց դուք նեղվում եք նայելուց, վատանում եք, էլի, որովհետև սովոր չեք քննադատության։ Հիմա լսեք ասեմ։ Այս հաղորդումը քաղաքացու ըմբռնման մասին է, ինչ է ըմբռնել քաղաքացին, այս ամեն ինչից։ Դուք չեք կարող նստեք ասեք ճիշտ է կամ սխալ։ Դուք կարող լսեք ու դրա հիման վրա եզրակացություն կազմեք։ Ասեք, լավ, եթե քաղաքացին սա է ըմբռնել, ուրեմն այսինչ հատվածում մենք անելիք ունենք։ Այն ինչ հատվածում ոչ թե կանգնեք ասեք սխալ է ասում։ Սխալ դուք եք ձեր գործունեությամբ հանդերձ։ Բոլորդ առանց բացառության։ Որևիցե մեկը ով տենց անում, մտածում ոտքից գլուխ սխալ է։ Սա քաղաքացու հարթակ է։ Մենք այստեղ փորձում ենք տրամաբանենք այն, ինչ որ դուք մեզ ցույց եք տվել, ինչ որ դուք մեր առաջ խոսել եք։ Փորձում ենք դա մեկնաբանել։ Եվ եթե ինչ որ բան սխալ է, ուրեմն դուք եք սխալ։ Հասկանում եք։ Այնպես որ լավ կանեք դիտեք, որպեսզի հասկանաք, թե հանրությունը ինչ է մտածում։ Ոնց է մեկնաբանում ձեր այս կամ այն բանը։ Արարքը, խոսույթը, գործունեությունը։ Օրինակ ես դատապարտել ու միշտ 5 տարի շարունակ դատապարտելու եմ ձեր
երթման արարողության ժամանակ ոտքի չկանգնելը։ Վերջ, դրանից հետո ինչքան ուզում եք սիրուն բաներ խոսեք։ Դուք լուրջ չեք վերաբերվել ձեր երթման արարողությանը։ Հավելյալ լրջություններ չակնկալեք։ Հիմա վերադառնալով տիկին Արեգային։ Ուրեմն հուշեմ ձեզ։ Մտեք մի հատ Հայաստան Դաշինքի նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի Facebook-յան էջը։ Գեղամ Նազարյանը բանը զոհվածի ծնողա, ով պատգամավոր է եղել ու եղել է անդիմադիր պատգամավոր, ով հետո Հայաստան Դաշինքից դուրս եկավ ու դարձավ անկախ պատգամավոր։ Ըստ երևույթին հասկացավ, այսինքն գիտեք ինչ, 21 թվականին, 20-21 թվականներին շատերը կարող է կարծեին, թե Հայաստան Դաշինքը տենց եկել է հայրենասիրական չգիտեմ ինչեր անելու, հետո շատերը հասկացան, որ ընդամենը քաղաքական դիվիդենդ հավաքելու համար է, այդ թվում նաև գաղտնի որոշակի տվյալների ծանոթանալով Գեղամ Նազարյանը նույնպես երևի շատ բան հասկացավ եւ դուրս եկավ դարձավ անկախ պատգամավոր եւ իմիջիալոց այդ ժամանակվանից սկսած ինքը սկսեց վաստակել շատ քաղաքացիների հարգանքը կրկնապատիկ։ Մինչ այդ այսպես թե այնպես որպես Հայաստան Դաշինքի պատգամավոր ես զգուշորեն էի քննադատում, որ հանկարծ ուրիշ դաշտ չտեղափոխի, որովհետեւ ես ցանկացած պարագայում զոհվածի ծնողը ինձ համար այդ որ չի կարելի կպնել այդտեղ, չի կարելի։ Պետք է հաշվի առնել շատ հանգամանքներ ու լինել մշտապես համբերատար։ Հիմի, ինչի համար եմ Գեղամ Նազարյանի պահը ասում։ Մինչև այդ Մարիա Ղահրամանյանը, ձեր էլի խմբակցությունից, Գեղամ Նազարյանին շատ էր սիրում։ Եվ ոչ միայն Գեղամ Նազարյանին, ողջ ընդդիմադիր, որպես լրագրող, որովհետև տենց առաջ էին տանում պրոռուսական թևը, Հայաստանում հեղաշրջում անելու թեզը, ու այստեղ ընդդիմադիրների կոշտ խոսույթին կարելի էր միատել իրենից ինչ-որ բան ավելացնել, որպեսզի դիտողականություն ապահովեր։ Շատ էր սիրում, որովհետև լավ բան էր, Գեղամ Նազարյան համ զոհվածի հայր էր, համ պատգամավոր, այդ ժամանակ էլ ցավը մեծ էր, հնարավոր էր դրանով ազդել Գեղամ Նազարյանի միջոցով ազդել քաղաքացիների վրա։ Ինչ որ պահից Գեղամ Նազարյանը երբ որ դարձավ անկախ պատգամավոր, շատերի դուրը չեկավ դա, այս վերբալների, էլի։ Հա։ Այս վերջերս այդ վերջին տեսանյութով Գեղամ Նազարյանը ներկայացնում է, որ Մարիա Ղահրամանյանի մի անկապ գրառման տակ մտել մեկնաբանություն է գրել, խորհուրդ է տվել մեծավարի ու ստացել է այսպիսի պատասխան. Դու դեռ իմ էջում թափառում ես, կոպիտ մի հատ պատասխան։ Եվ դու տիկին Արեգա, կներեք, որ դեռ ազգանունը չեմ հիշում, ազգանունով կդիմեի, բայց Արեգա գեղեցիկ անուն է, ես հայկական մեր անունները շատ եմ սիրում։ Դուք ձեր ելույթում ասում եք, որ որևիցե ծնողից դուք լավը չեք, որ ձեր երեխան որպես ծնող, հա, այսինքն պատրաստակամություն եք հայտնում, որ ձեր երեխաները ասած խաղաղություն տա եւ փորձանքից հեռու, թող երբեք պատերազմներ չլինեն։ Հիմա այս ձեր խոսույթը, համոզմունքը եւ ձեր խմբակցության պատգամավորի մոտեցումը նմանատիպ մարդուն, այդ կարգավիճակի մարդուն, ոնց որ թե իրար հետ չի բռնում, բայց դուք նույն խմբակցությունից եք։ Նույն խմբակցությունից։ Հիմա ես ինչի վրա պիտի վստահ լինեմ, որ ձեր խոսքի մեջ ճշմարտություն կա, ձեր խոսքը անկեղծ է, եթե դուք շարունակում եք աշխատել Մարիա Ղահրամանյանի հետ, ճիշտ է, երրորդ օրն է դեռ, բայց արդեն պիտի ինչ-որ մի բան դրվածք դնեիք կամ ինչ-որ բան ցույց տեք, ով որ այդ կարգավիճակով ծնողի հետ միայն այն բանի համար, որ այլևս տենց իրանց սրտով չի շարժվում, կոպտում է Facebook-յան էջում։ Ինչի պիտի վստահեմ ձեր հուզումնալից պաթոսախառ հայրենի բարբառով արտահայտած մտքերին։ Քաղաքացի եմ, հարց եմ տալիս, խնդրեմ պատասխանեք։ Եվ այո, ակնկալում եմ պատասխան, որովհետև առհասարակ ստեղ
մեր հարցերը օդի մեջ հռետորական միայն չեն։ Դա հանրությանը հուզող հարցեր են, որը ես հետս առավոտվանից 3 առաջ հավաքում բերում եմ այստեղ։ Ուղղում եմ ձեզ, խնդրեմ տվեք։ Պատասխանները տվեք։ Գանք Ադանայի պատմությանը, որքան էլ որ կարող է զարմանալի թվա ժողովուրդ ջան։ Այս պատմության ֆակուլտետը ավարտածների ձեռքը կրակն ենք ընկել, ընդ որում բոլոր խմբակցություններին է վերաբերվում։ Նախ այսօր եւս մոտեցան այդ թեմային, Ադանան եղել է Կիլիկյան թագավորության մայրաքաղաքը, այնտեղ մոտ 30,000 հայ է ցեղասպանվել, ցեղասպանության տարիներին մենք չենք կարող մոռանալ, չենք կարող ուրանալ։ Այս ձևակերպումները թույլ տվեք լավ, այս անգամ խնդրել, մի կրկնեք։ Վստահ եղեք, այնպես չի դուք ամենախելացին եք դրա համար եք այդտեղ հայտնվել, էլի։ Հանրությունը ձեզանից ուրիշ բան է ակնկալում։ Ցեղասպանության մասին ձեր դասերը ձեզ պահեք։ Տղայեք 30 տարվա մեջ մի քանի նորմալ գիրք, ինֆորմացիոն կամ ցեղասպանության մասին լրջագույն աշխատանքներ ներկայացնենք հանրությանը օբյեկտիվ բան ձևով պետության տեսանկյունից եւ այլն, չէ, խելոք մնացեք։ Լուրջ եմ ասում։ Նախ որտեղից գաս այս թեման այնքան ծավալուն է։ Սա հայրենիքը, պատմությունը, Հայաստանի Հանրապետությունը, նայեք։ Արման Եղոյանը մի լավ ելույթ ունեցավ 3, եթե չեմ սխալվում։ Ինչ որ մի պահից, եթե դու քո պետությունը չես ուժեղացնում, եթե դու քո պետության ինքնիշխանությունը հարցականի տակ ես դնում, եւ չես նրա անկախությունը ուժեղացնում, ինչ որ մի պահից դադարում է քո պատմությունը ու սկսում է ուրիշի պատմությունը։ Ինչ որ մի պահից քո պատմությունը դառնում է ընդամենը հիշողություն, որը նույնպես ժամանակի հետ կարող վերանա ու գնա։ Ես մշտապես ասել եմ, մեր պատմության, հայ ժողովրդի, հայոց, Հայաստանի պատմության միակ երաշխավոր, գոյության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, պետականության առկայությունը։ Մնացածը սուտ բաներ է։ Ժամանակի դեմը աշխարհում ոչ մի մարդ չի կարծել դուրս գա։ Դուք ով եք դուրս գաք։ Հիմա ավելի մանրամասն։ Այն ժամանակ, երբ որ դա Հայաստան էր, թող լինի Կիլիկյան թագավորություն, հայկական պետական միավոր էր, պետք էր պահպանել այդ անկախությունը, այդ պետականությունը։ Բայց ես ցավոք կարող եմ արձանագրել, որ ձեր նման օտարամոլներ շատ էին մտել կառավարման ոլորտներ, ամեն մեկը կարծում էր, որ այդ թագավորության փրկությունը այս ինչի ամեն ինչի հետ է, դրա համար էլ փլուզվեց, քայքայվեց ու վերացավ։ Վերանալուց հետո դարձավ ուրիշի պատմությունը։ Ուրիշի պատմությունը ոչ թե պատմական փաստերի բերումով, այլ տարածքային առումով եւ այլն, ուրիշ երկրի պատմությունը է հիմա տեղանքը։ Երբ որ մենք ունեինք մեծ հայք հազարավոր տարիներ առաջ, պետք էր միավորված պետական միավորի շուրջ, այդ գաղափարախոսությունը են, որ ասում եք եկեք համախմբվենք, չգիտեմ, այս նրա շուրջ, նրա շուրջ, պետական միավորի գաղափարի շուրջ միավորվելուց բացի, ուրիշ ցանկացած բանի շուրջ համախմբվելու դեպքում դուք չեք ունենալու պետություն։ Չեք ունենալու։ Ու այս պատմություններն էլ ձեռի հետ կորելու են գնան։ Նույն արևմտյան Հայաստանի տարածքների հետ կապված եւ այլն։ Ժամանակին, այսօր, եթե մենք մեր Հայաստանի վրա չդողանք, ովքեր որ ուզում են տանել, դնեն մի հատ ուրիշ կայսրության թևի տակ բան, դրա դեմը չառնենք, մեր պետությունը ինչ որ պահի կդառնա մեկ այլ երկրի պատմության շարունակությունը։
Հասկանում եք։ Ինչպես որ Արցախը դարձրեցին։ Արցախը դարձրեցին Ադրբեջանի պատմության մի մասը։ Ամենացավալին կարամ ասեմ։ Ադրբեջանական, եկեք 100-150-200 տարի հետո ադրբեջանցու համար Ադրբեջանի ամենափառապանծ էջերից մեկը։ Հասկանում եք խնդիրը որտեղ է։ Ու եթե հիմա մեր պետականության վրա քար եք գցում ձեր Անդրանիկ Թևանյաններով, ձեր Սամվել Կարապետյան FSB-ի ինֆորմացիոնի ցենտրի գործակալներով, ձեր ագենտ Կարոներով, ձեր Կտրիշ Ներսիսյաններով ու Քոչարյան Ռոբերտներով, դուք դրանով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը քանդում եք եւ դարձնեք որևիցե երկրի պատմության մի ժամանակաշրջան։ Վերջ։ Կամ խելքներդ գլուխներդ հավաքեք ու ձեր գործունեությունը ծավալեք սրանից բխելով, պետական շահից բխելով, կամ կներեք կստանաք արժանի գնահատական հանրային ձևով, ինչը որ գիտեք երբեք չենք խուսափի տանք։ Իսկ այն մարդիկ, ովքեր երազում են Պուտինի ձեռքը սեղմեն, Պուտինի նկարով մայկա հագնեն, Արմիա Ռասիայի Հայաստանում միտինգ անելուց, այն մարդիկ, ովքեր որ Լուկաշենկո են փորձում արդարացնեն եւ այլն, դրանք պիտի հանրային պախարակման արժանանան, անկախ նրանից ով են եղել, ինչ են եղել, ինչացու են, ինչացու չեն։ Եթե դեմ եք, ուրեմն դեմ եք իմ պետության ու նրա անկախության ու նրա գաղափարական հատվածին։ Դոկտորին նստեք, մտածեք, մշակեք, տեղադրեք, տեղավորացրեք կամ պրոպագանդեք պետական մակարդակով։ Եվ մինչ հաղորդման ավարտը մի երկու բառով են մեր Աննա Գրիգորյանին, այս Գարիկ Սարգսյանն էս ինչ էր ասում, Տիկին Գրիգորյան։ Փաստորեն սյունած աշխարհի մասին ձեր բաները մտահոգությունները ձեր ամուսնու կանաչ Range Rover-ի համար էր։ Եթե միլիոններ եք պարտք եղել համայնքապետարանին, դրա համար եք ուզում գաք իշխանության, դուք էլ ձեր մասով, դուք հո մասով, որ այդ միլիոնները մի ձև ջրես, թե որ շրջակա միջավայրում աշխատելու տարիներին ոռոգման ջրագծի վրա ուզեցել ես հեկ կառուցես։ Այս ապօրինությունների դարն ես ուզում վերականգնվի, թե այդ որ հուշարձանների պահպանության պոակից էժան կոպեկներով 25,000 դրամով գույքերը վերցրել սքո սրահ եք բացել։ Ու հարգելի հայ հանրություն, եկեք միասին մտորենք, մենք արժանի ենք, որ այս արժե համակարգով մարդիկ գործնականում, այս արժե համակարգով մարդիկ պիտի մեզ համար պիտի մտածեն մենք ոնց ապրենք, հա, ոնց համակարգել մեր կյանքը։ Ես չեմ կարող դա թույլ տամ, ես հաշտ չեմ դրա հետ։ Իհարկե, եթե փորփրենք այնտեղ բոլորի մասով, մի քանի հարցեր կան, բայց կներեք, այդ հետքը տեղյակ չի եղել, բոլորը հետքին են հղում անում, 3 առաջի օրը, այն մի օրը, ով ինչ խոսում, ասում է հետքն էլ էր գցել, բա հետքը տեղյակ չի եղել սրանից, բախի չի գցել։ Մյուս լրագրողները, Մարիա Ղահրամանյան, որ լրագրողը իր այս բանից տեղյակ չէր, Աննա Գրիգորյանը քանի անգամ հյուրը տա եղել։ Թե դրա փարեն չէին տվել։ Այս ամեն ինչը մեզ կրկնադեգրադացման կարա տանի։ Եթե մենք չփորձենք, սիրելի հայություն, հայ ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, միասին նորմալ շփումներ կազմակերպել անկախ մեր քաղաքական պատկերացումներից։
չեն իրանք դոկտորին չեն առաջարկում, եկեք մենք առաջարկենք։ Ինչ որ խնդիր կա, չեմ կարծում թե կա։ Լավ եղեք, եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։